Ողջունում եմ հարգելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել եմ հայագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանին։ Ողջույն Տիկին Դիլբարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ հրավերս ընդունեցիք ու այսօր այստեղ եք։ Ես էլ շնորհակալ եմ մեր զրույցի գալիք ընթացքի համար։ Տիկին Դիլբարյան, սկսենք թերևս նրանից, որ երեք հայ առաքելական Սուրբ եկեղեցին տոնում էր Հիսուսի պայծառակերպության տոնը, այլ կերպ ասած Վարդավառը։ Բայց զուգահեռաբար տեսանք մի շարք իրողություններ, որոնք ըստ էության խեղաթյուրում են Վարդավառի բուն էությունը։ Այդ ձեր տեսակետը կցանկանայի լսել այս իմաստով։ Սա պարզապես ժամանցային լուծում էր, թե սա խեղաթյուրում էր առհասարակ հայ առաքելական Սուրբ եկեղեցու տոների իմաստը եւ շարունակաբար տեսնում ենք, որ իսկապես խեղաթյուրվում է եւ ոտնակող է արվում հայ առաքելական Սուրբ եկեղեցին առհասարակ։ Համաձայն եմ ձեր երկու դիտարկումների հետ էլ կարծում եմ փորձել էին երևի թե քաղաքապետի Տիգրան Ավինյանի եւ նրա թիմի այսպես թրթմամբ երկու նապաստակի ամիջապես մեկ հարվածով իրենց կարծիքով տապալել։ Առաջին նապաստակը դա այդ հանրային տրամադրության մեջ հատկապես վերջին աղմկահարույց ձերբակալությունից, Գագիկ Ծառուկյանի կալանավորումից, կենդանիների հետ կապված այդ զարհուրելի պարզապես, եթե Ծառուկյան Գագիկի հանդեպ կատարվածը բացարձակ օրենքին, ժողովրդավարությանը եւ իրավունքի հետ չառնչվող դրան հակասող գործընթաց էր, ապա նրա կենդանաբանական այգու այդ կենդանիների հանդեպ այդ վերաբերմունքը առավել քան անմարդկային եւ հասարակության մեջ, գիտեք, հուզումներ եւ բեկումներ առաջացրած գործընթաց էր։ Ես ինքս հանդիպել եմ շատ մարդկանց, որոնք ասում են, այ մենք այսպես այնպես չէ, որ իրեն ենք իր կողմնակիցն են կամ իրեն ճանաչում ենք, բայց անհարմար էր եւ այլն։ Այսինքն հասարակական հուզումների եւ նաեւ գիտեք, երբ հասարակությունը ապտակ է ստանում, ինքը մի պահ մտահոգվում է, սկսում է մտածել, կարծես որոշեցին այդ մտածմունքը ընդհատել, ստեղծել ժամանցային ինչ-որ մի միջոցառում, շատ աղմկահարույց եւ հնդածս նաեւ հայ առաքելական եկեղեցուն հասցնել հերթական հարվածը, մարդկանց ցույց տալ, որ կրոնական տոների հանդեպ կարելի է վարվել նույնքան անհարգալիր, որքան կարելի է վարվել վեհափառ հոր հետ, arczepiskoposների, սրբազան հայրերի հետ, ինչպես ես ցավոք սրտի 25 թվականի դեկտեմբերին հենց մայրաթոռում էի եւ որոշ քաղաքացիներ, ինչպես օրինակ Թալինի համայնքապետը, որը կարծես հրաժարվել է իր մանդատից եւ վերադառնում է տին, ակացիներով հարվածում էին եւ լուտանքներ էին տեղում մայրաթոռ Սուրբ Էջմիածնի սրբազան դարպասներին։ Այսինքն երկու նպատակն էլ կար։ Ժամանցայինը դե բազմաթիվ երիտասարդներ, ձեր այս նկարում էլ կա, չգիտեմ, ես հպանցիկ եմ տեսել, որովհետև անկեղծ ասած անպարագիծ տհաճություն կար եւ ապշած էի։ Ես ընդհանրապես եթե լայն առումով ասեմ, գտնում եմ, որ ամեն մեկը կարող է կազմակերպել ժամանցային միջոցառում, եթե ինքը դրա համար գտել է իսկապես գումարներ, չնայած իմ կարծիքով որ նա քաղաքի կանաչապատմանը կարելի էր ուղղել այդ գումարները, որ իրենք ներդրել էին։ Նշված որ մոտավորապես 200 միլիոն դրամ, չէ, այդ կարգի հա ինչ որ գումարի մասին խոսեցին, ճշգրիտ, այո։ Այդ ամենը կարելի էր հատկացնել, ենթադրենք ծաղիկներ եւ կանաչ տարածքը մեծացնել եւ բացի այդ նաեւ կտրել այն չորացած ծառերը, որոնցից մեկը բառացիորեն 2 օր առաջ սպանեց Թուրքմենստանից եկած մի վարորդի, այսպես մոտոցիկլետի, այսինքն ուղղել այլ ուղղությամբ, բայց ինչպես ասում են, եթե Տիգրան Ավինյանի սիրտը ուզում էր այսպես հաց եւ տեսարաններ, ապա ինչու հենց Վարդավառ։ Վարդավառի տոնը Հիսուսի պայծառակերպության դա քրիստոնեական մեկնությունն է, նույնքան խորքային եւ այսպես սրբազան բովանդակությամբ, բայց նույնքան խորքային է նաեւ հայ հեթանոսական հավատքի տեսանկյունից։ Դա աստղիկ դիցուհու իհարկե, անունն էլ Վարդավառ, իդեպ հայ առաքելական
եկեղեցու հավատքը շատ յուրօրինակ է քրիստոնեական մնացյալ ուղղությունների հանդեպ, որովհետև գիտեք, այն հիմնված է հին աստվածների, ինչպես Լևոն Շանտն էր ասում, մեզ մոտ հին աստվածները կարելի է ասել ներդաշնակվեցին նոր եռամիասնության պահանջներին եւ հենց յուրահատկությունն էլ այդ էր, որ հեթանոսական հավատքի շատ հիմնասյուներ, ինչպես ջրի պաշտամունքն է, կրակի պաշտամունքն է, ծաղկի այդ վարդավառի պաշտամունքը ներդաշնակվեցին Հիսուս որդու, նրա հոր եւ Սուրբ Հոգու դավանաբանության հետ եւ կարող ենք ասել, որ մեր առաքելական քրիստոնեությունը, որի սկզբնավորումը կապվում է Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների հետ, յուրօրինակ է նրանով, որ ինքը չմերժեցին հավատքը։ Հին աստվածները, իսկ մենք գիտենք, որ Հիսուսը որպես Աստծո որդի մեռնող եւ հարություն առնող Աստծո խորհրդանիշն է, ինչպիսին Արան էր մեր դիցաբանության մեջ, մեռնող եւ հարություն առնող Աստված, եւ ահա կյանքի եւ գաղափարական այդ ոլորապտույտում Հիսուսի քրիստոնեական այդ ամբողջ գաղափարաբանությունը իր մեջ վերցրեց մեր հեթանոսական հավատքի հիմքերը։ Եվ մինչև առ այս պահը, գիտեք, Վարդավառի հանդեպ այդքան անհարգալի վերաբերմունք երևի ոչ ոք ցույց չէր տվել։ Ես կարող եք ասել, որ գուցե շատերն ասում են դա, չգիտեմ, մի փոքր այսպես հնացած կամ գերպահպանողական վերաբերմունք է, ամեն ինչ կարելի է հեղափոխական մեկնաբանության ենթարկել։ Բայց փոփոխել 18 թվականին էլ հեղափոխություն արեցին, չէ՞, փոփոխությունը այլ բան է։ Սիլվի, իսկ հեղափոխությունը այլ։ Հիմա իրենք ուզում են ասել, որ պայծառակերպությունը Հիսուսի կամ աստղիկ դիցուհու այդ տոնը կարելի էր վերածել, ես նկատեցի ինչ որ եղկելի փրփուրների այսպես նետման աչուահյակ։ Մենք գիտենք, որ փրփուր միջոցառումներ ենթադրենք լինում են, բայց նրանք երբեք չեն կարող ունենալ որևէ սրբազան բովանդակություն, բայց հատուկ դա ընտրվեց։ Չէ, ես ասեմ, դա քաղաքականություն է։ Հերոսների նկարները ջնջել պատերի վրայից, ջնջել նրանց անունները դասագրքերից, Արցախ բառը հնագույն 4000-ամյա հնություն ունեցող եւ այդ պայծառ հնչյունական արտասանություն ունեցող տեղանունը հանել, անպայման օգտագործել Լեռնային Ղարաբաղը, թեև Ղարաբաղ կապակցության մեջ եւս հնագույն հայկական արմատներ կան, հրաժարվել բոլոր հին անվանումներից, ամեն ինչ հատուկ կոչել այսպես թյուրքական անվանումներով, հրաժարվել Արարատից, հանել Արարատը, չէ, աստիճանաբար այդ երբ դուրս ես գալիս ելքի այդ կնիքների վրայից, տարբեր տեղերի, ասել, որ դա Արարատը մերը չէ, որ դուք երբ Արցախի եւ Արարատի մասին եք խոսում, դուք դեմ եք խաղաղության օրակարգին, այսինքն դեմ եք համաթյուրքականացմանը, այսինքն դա հերթական այսպես քաղաքականության դրսևորումներից մեկն է։ Ժողովրդին էլ համոզել, որ տեսեք ուրախ է, ենթադրենք երբ նայում եք այդ պատանիներին, նրանք չեն էլ մտածում այս պահին, որովհետեւ իրար վրա Բայց նրանց ենթագիտակցության մեջ կարծես դրոշմվում է, որ Դե իհարկե, որ նախ ես ասեմ, կարելի է խելագար ջուր նետել եւ դրանից մեծ բավականություն ստանալ, անկեղծ ասած ես դա չեմ Վարդավառի էությունը, տոնի էությունը բացարձակապես նախ այնտեղ մարդկանց վրա դույլերով ջուր չեն լցնում, դույլերով ջուրը մարդուն չի մաքրագործում, այլ ընդհակառակը խավարագործում է, ել չեմ ասում այդ փրփուրի արկայությունը, ինչ որ հունական դիցաբանության կարծես աստվածների են բեր, բայց տեսեք նողկալին դա էլ էր, օրինակ իրենք կարող էին չէ Տիր Աստծուն բերեին կամ Աստղիկին բերեին հայկական աստվածներին, ոչ, մեզ ուզում են համոզել, որ դուք արմատներ չունեք, արմատներ չունեցող ինչ որ ծաղիկ եք, քամին կամ ծառանման թուփ եք, քամին կգա այստեղ չէ, ձեզ կհանեն այն մյուս տեղում կտեղադրեն, մեկ է դուք արմատներ չունեք, այնտեղ կաճեք, չէ կաճի, դա է, այսինքն ամբողջ գաղափարաբանությունը, երևի ամբողջ քաղաքացիական պայմանագիրը լցվել է այն բանին, որ մեզ համոզեն, որ հայկական ոչինչ չկա, որ քրիստոնեությունն էլ այսպես այնքան էլ ձերը չէ կամ ինչ կապ ունի քրիստոնեությունը, եկեք ուրախանանք, օրինակ դրսում այդպիսի ապօրինություններ են, անօրինականություն է, ժողովուրդը չի հանդարտվում ընտրություններից հետո, կան հիմնավոր կասկածներ, փաստարկներ, վիրավորանք, բայց չէ, եկեք ուրախանանք, ընդ որում ուրախանանք, գիտեք, բնազդային մակարդակով։ Տիկին Դիլբարյան, այն ամենի մասին, ինչի մասին որ խոսում ենք նոր, բավականին ցավոտ է։
Իսկապես շատ ցավոտ է, բայց այն նմանատիպ արժեքներով ինչպիսի սերունդ կձևավորվի մոտ ապագայում։ Դե ուզում են, չգիտեմ, Չինգիզ Այթմատովի այդ հայտնի վեպը եւ դարից երկար է տևում օրը մանկուրտ հասկացությունը այնտեղ կար, դա հիշողությունից զրկված մարդն է։ Իսկ մեր գրականության մեջ նշված է, որ հիշողություն չունեցող մարդը ինքը մարդ չէ։ Ինքը արդեն անասուն է, չէ՞։ Անասուն բառը դեպի հիմա երբեմն ձեռք է բերեմ վերավորական իմաստ, բայց ստուգաբանորեն ինքը նշանակում է ասուն չլինել։ Եվ դրանով մարդը հակադրվում է մյուս կենդանական աշխարհին, որոնք անշուշտ կենդանի են, բայց նրանք ասուն չեն։ Բայց մեզ գիտեք ուզում են ասել, որ պետք է ջնջել այդ հատվածը։ Այ բոլորս իջնենք այդ ոչ այնքան ասունների մակարդակին, ոչինչ չհիշենք եւ մտածենք, որ ամեն ինչ լավ է։ Գյուղատնտեսության մեջ դժվարություններ կան, արտաքին քաղաքականության մեջ մեծ հարցականներ են եւ այսինքն ապրում ենք մի երկրում, որտեղ խնդիրներ չկան։ Հա, իհարկե, տեսեք, մեր գերիները, չէ, շարունակում են Բաքվում տանջվել 2 օր առաջ շատ մեծ միջազգային ճնշման ազդեցությամբ նրանց վերջապես տրամադրեցին մեղաքես Տեր Աստված մեղադրական եզրակացությունները, որ հնարավոր լինի դիմել միջազգային դատարան։ Բայց հասարակության ուզում են հեռու պահել այդպիսի տեղեկատվությունից, ասում են ուրախացեք, քանի ողջ եք։ Ընդ որում ուրախացեք, ինչպես ասացի, այդ բնազդային ձևով, վայրագ եւ հենց այն օրը ուրախացեք, երբ այդ ուրախությունը ուրիշ կերպ պետք է լիներ։ Եթե կարելի է մի բան ասեմ, քրիստոնեական դավանաբանության մեջ, գիտեք, զվարթ լինելը, ընդհանրապես ուրախության վերաբերյալ կան մի շարք բառեր, չէ՞, բառարտահայտություններ, այդ հասկացույթը։ Զվարթություն, ուրախություն, խինդ, բերկրանք, ցնծում Դրանք բոլորը հոմոնշային շարք են տարբեր ուժեղացման։ Կրոնական վարդապետության մեջ, գիտեք, մարդ պետք է եւ երկնայինին մոտ լինելով դու պետք է զվարթ լինես, բայց այստեղ չի օգտագործվում ուրախ բառը, կա զվարթը։ Եվ գիտեք, հին հայերենում զվարթուն հրեշտակի անվանումն էր։ Հրեշտակ բառը իրանյան փոխառություն է, հետո ավելի ուշ ենք այն վերցրել, քանի որ հայերի մոտ գիտեք այդ օտարա ենթագիտակցական մակարդակում օտարահարգություն կա շատ, դրա համար հրեշտակը զվարթունին դուրս մղեց, թե զվարթնոցի տաճարում դա կա։ Հիմա ուզում են մեզանից զվարթությունը, որը հոգևոր հրաշալի վիճակ է, խլել։ Դրա փոխարեն դնել ինչ-որ բնազդական ուրախություն, որը զվարթության հետ կապ չունի։ Եվ հիշեցի Հերման Հեսեի Հուլունքախաղը, ֆանտաստիկ վեպ է, էլի, այնտեղ հենց ինքը խոսում է այդ զվարթության աստվածայինի եւ ուրախության այդ կենդանականի տարբերության մասին։ Մեր խնդիրը մեր սերնդին դեպի զվարթություն տանելն է։ Մարդ չի ծնվել տխուր, դժբախտ, դժգույն լինելու համար։ Ինքը ծնվել է զվարթ լինելու համար, բայց ասուն զվարթ լինելու։ Տիկին Դիլբարյան, դուք անընդհատ շփումներ եք ունենում երիտասարդ սերնդի հետ։ Այդ ձեր կարծիքը խնդրեմ, երիտասարդները ինչ կարծիք ունեն այսօրվա իրողությունների հետ կապված։ Արդյոք նրանք պատրաստ են մեր երկիրը կիսել թուրքերի եւ ադրբեջանցիների հետ եւ ապրել այն խաղաղության համատեքստում, որը փորձ է արվում այսօր կերակրել մեզ։ Ինչ իրողություններ կան այստեղ երիտասարդ սերնդների մասով։ Գիտեք, երիտասարդությունն էլ երևի մեր մեծերի հայելին է։ Ես շատ երկար եմ մտածել, որ անկախությունից հետո այդ 3 եւ ավելի տասնյակ տարիների ընթացքում ստերեոտիպի մեր կրթական համակարգում եւ մեր ընտանեկան դաստիարակության մեջ ինչ որ զարհուրելի փոխակերպումներ տեղի ունեցան, որովհետեւ որտեղից պետք է ձևավորվեին այդքան այդ կոլաբորացիոնիզմ միջազգային եզրույթը կա, էլի, կոլաբորացիային, այսինքն թշնամու պարտադրանքի հետ այդպես հեշտ համակերպվող մարդիկ։ Թեև գուցե նրանք միշտ էին, վերջերս մի գրառում կարդացի համացանցում, գրված էր, ասում է Նժդեհին եւ ցարական բանակը եւ շատերը ամեն ինչ տրամադրում էին զենք զինամթերք, իսկ ասում է հայ գեղջուկները ձի տալիս էին միայն ատրճանակը, երբ նրանց քունքին էին դնում։ Չգիտեմ, ճիշտ ասած, այդ գրառումը ինձ շատ ցնցեց, գրողը բավական պատկառելի իրազեկ մարդ էր, մտածեցի գուցե այդ փոխակերպումները միշտ են եղել, այսինքն այդքան դյուրին հանձնվելու, գիտեք, մարմնական վայելքներին, ի վերջո Վարդավառին տեղի ունեցածը բավական
էժանագին բառն օգտագործեմ, թե ոչ, հա, բավական էժանագին էլի, ինչպես ասացի, գիտեք, ամեն զգացում լինում է եւ շատ թանկ, բարձր, բարձրացնող, եւ լինում է շատ ստորին, ցածրակարգ եւ քեզ իջեցնող։ Երեկվա այդ ցածրակարգ ուրախության պորտկման մեջ ես զգացի, որ Նիկոլ Փաշինյանը մի անգամ մի արտահայտություն արեց, երբ որ Պրահայում Արցախ հայտարարում էր Ադրբեջան, այնինչ վերածնդի հրապարակում գոռում էր Արցախ Հայաստանը եւ վերջ, որը տեսանք ինչով ավարտվեց, այսինքն ավարտվեց իր այդ վերջին մտքով, ինքը ասում էր պետք է նշաձողը իջեցնել, մեզանից աշխարհը պահանջում է նշաձողը իջեցնել, եւ ես տեսնում եմ, որ անընդհատ իջեցնում են այդ նշաձողը եւ երիտասարդությունն էլ ապրում է, գիտեք, այդ սարսափելի տեղաշարժերի, տեկտոնական երկրաշարժերի մեջ։ Այսինքն գենետիկ հիշողությունները չեն խոսում այստեղ։ Չէ, գենետիկ հիշողությունը չի կարող լռել։ Ես մի բան պատմում, ես ճիշտ ասած շատ զարմացա, մեր ավագ դասախոսների հետ էինք խոսում ապրիլ 24-յան խորհրդի մասին, ինչ ասեմ, ես միշտ մտածել եմ, որ հայ ժողովուրդը միշտ գիտեր, որ ապրիլի 24-ը այսպես մեր ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, իմ ավագ դասախոսները զարմանքով նայեցին ինձ, ասացին ոչ, որ մենք այդպես 65 թվականին շատերը նոր հանկարծ պարզել էին, որ ապրիլի 24-ը, երբ սկսվեց այդ շարժումը, այդ մարդկանց համալսարանից իմ ավագ գործընկերներն էին ինձ պատմում էր, այսպես ուսուցիչները, եւ ես հանկարծ զարմանքով հասկանում եք, այնպես չէ, որ ես շատ դասարդ եմ, բայց ես հայտնաբերեցի, որ եղել է ժամանակ, որ մարդիկ չգիտեին, որ ապրիլի 24-ը ցեղասպանության օրն է։ Եվ դրա մասին չէին էլ մտածում, բայց տեսեք ինչ բավական էր, որ այդ շարժումը բարձրանար 65 թվականին կամ Արցախի մասին։ Այնպես չէ, որ խորհրդային շրջանում ճիշտ է շատերս ես ինքս քանի որ հայագիտական այսպես ոլորտում եմ ձևավորվել, ընդունվել հայ բանասիրության ֆակուլտետ ավարտել եւ այն աշխատել, այդ խնդիրը միշտ եղել է, բայց շատերի համար, գիտեք, Արցախի հայկականացումը եւ պահանջը այդ ժամանակ էլ ցնցող նորություն էր, բայց նորություն, որը արտնացնում է գենետիկական հիշողությունը։ Այսինքն, եթե խորհրդային միությունը 70 եւ ավելի տարիների ընթացքում որքան փորձում էր ջնջել դա բոլշևիկյան տերորով, ստալինյան բռնաճնշումներով, Չարենցի, Բակունցի, մեր հզոր դեմքերի սպանությամբ քաղաքական ոլորտում դա վերաբերում է Գուրգեն Խանջանին եւ Աղասի Խանջանին եւ մնացածներին, նրանց դա չհաջողվեց։ Այսինքն գենետիկական հիշողությունը դու կարող ես լռեցնել, բայց բավական է մի ցնցում ինքը կարթնանա։ Ներկայիս երիտասարդությունը մեր հայագիտական այսպես ուղղվածության բաժիններում ես տեսնում եմ եւ նաեւ գիտեք ֆիզիկա, մաթեմատիկա, ես տեսնում եմ, որ իրենք հաշտ չեն այդ իրողության հետ, բայց իրենց համար շատ դժվար է, որովհետեւ գիտեք ամեն կողմից այն նայադների նման Նավզիկեի Չարենցյան իրենց կանչում են խոստանալով սիրո անհատնում հմայք ու հետո թողնում են մահվան դառը կսկիծ։ Մահվան հենց այդ դառը կսկիծը մեր երաբլուրում է եւ մեր այսօրվա օրերում։ Այսինքն մեր երիտասարդության համար երևի շատ ավելի ծանր շրջան է։ Ես ինձ միշտ համարել եմ անկախության սերունդ, իսկապես այն սերունդն էր, համալսարանում ընդամենը 1 լավ գնահատական եմ ստացել, բացի գերազանցներից, երբ որ իմ պատմության դասախոսին ասացի, որ ԽՍՀՄ փլուզվելու է, ինչպես փլուզվում են բոլոր կայսրությունները, ինչպես բյուզանդական մեծ կայսրությունը փլուզվեց ռուսականը ու Հայաստանը անկախանալու է, հետո էլ իր հետ շփվել եմ, ինքը այնպես չէ, որ շատ վատ մարդ էր, բայց ինքը խիստ կաղապարված էր, ինքը շատ ծանր տարավ դա, դե գիտեք, 80-ականներին դեռ շարժումը չէր սկսվել էլի, բայց մոտալուտ էր Արցախյան, դա ծանր էր եւ ինքը այդպես փորձեց ինձ թափեցնել, բայց բոլոր կայսրություններով, այո, զուտ, որը իհարկե լուրջ չէր, ես հետո վերահանձնեցի, ինքը չեկավ իմ վերահանձնանը, բայց բոլոր միշտ կա, գիտեք, այդ պայքարը գաղափարախոսությունների, բայց երիտասարդությունը իմ կարծիքով իրականում նրա առաջադեմ հատվածը չի կարող խաբվել նայադների այդ կանչով, աշխարհաքաղաքականությամբ, չգիտեմ, այ դուք կգնաք Եվրոպա երջանիկ կլինեք, չէ՞, դենց գայթակղիչ ինչ որ բաներ են փաթեթավորում։ Ես գիտեմ մեր ուսանողներից շատերը Փարքաստուծո, Երևանի պետական համալսարանի շարժունակություն կա, Էրազմուս ծրագիր կա, բոլորս մեկնում ենք, գնում ենք
գիտաժողովների, բայց այնտեղից ավելի լավ է երևում Հայաստանի իրական գեղեցկությունը, հայկականության եւ արարատյան մարդու հզորությունը։ Այսինքն իրականում երիտասարդությունը հաշտ չէ։ Պահպանողականների իհարկե հակադրվող կան շատ այսպես նորաձևությամբ ոգևորված մարդիկ, բայց դա գիտեք մինչեւ 20 առավելագույնը 21 տարեկանն է։ Կարևորը դու որ մարդկանց ներկայացնես, թվում քարոզել էլ պետք չէ։ Պետք է մեր երիտասարդության սովորեցնել հայոց պատմություն, սովորեցնել հայկական արժեքներ, դասավանդել դասական հին լեզուն, ոսկեղենիկ գրաբարը, մեր պատմիչներին։ Ու ես հարաբերս չեմ սիրում այդ գաղափարական ինչ-որ խիստ ուղեղների լվացումը, եւ գտնում եմ, որ մարդկանց պետք չէ դիտարկել որպես քարոզչության գործիք, այսինքն գնալ քարոզել, դա իմ կարծիքով բացարձակապես անընդունելի է։ Մարդկանց պետք է ճշմարիտ գիտելիք տալ։ Իսկ երբ դու ճշմարիտ գիտելիք ես տալիս, հենց թեկուզ նույն Պապ Թագավորի մասին, ինչպես ինքը հրաժարվեց, չէ, բյուզանդական, այսինքն հունական, եվրոպական կողմնորոշումից եւ գտավ, որ մենք տարածաշրջանում ունենք ուղակի այսպես հզոր նաեւ հնդեվրոպական մեր ազգակցի ժառանգորդային լեզվական կապերով մի պետություն, ինչպիսին Իրանն է, եւ նրան չներեցին Բյուզանդիայի Թեոդոսկասը, նրան չներեց, նրան սպանեցին։ Այսինքն մենք մեր երիտասարդությանը, ես համենայն դեպս իմ հատվածով ասեմ, այնպես չէ որ շատ մեծ լծակներ ունեմ, ես ունեմ միայն գիտելիքներ եւ դա վերաբերում է հայագիտությանը, եւ երբ դու ուսանողներին դա բացատրում ես, երբ Փավստոս Բուզանդի պատմության մեջ Արշակի օրինակն ես բերում, որը հայկական հողի վրա ամուր էր, անկախ, ոչնչից չվախեցող եւ Պարսից շապուհից, որը ամեն վարքյան այո կարող էր խրել իր երկրային կյանքը, ինքը պայքարում էր նրա դեմ։ Մեր ուսանողները ամեն ինչ հասկանում են եւ իրենք են ընտրություն կատարում։ Եվ կշարունակեն պայքարել։ Իհարկե։ Հայկականության համար պայքարը, դե փաստորեն ես ասում, ես հիմա շատ եմ ավակների հետ խոսում, որպեսզի հասկանամ, թե օրինակ այդ խորհրդային առաջին շրջանում էլ իսկապես ինչեր են եղել, որովհետեւ երբ դու վարժվում ես այն բանին, որ անկախ պետություն եք, որ հայոց դատը միշտ կա, դու հանկարծ չես պատկերացնում, որ եղել են ժամանակներ, որ հայ դատի մասին խոսելը, եռագույն դրոշ ունենալը, մեր հայրենիք երգելը դա մեղք էր, դրա համար քեզ բանտ կարող էին տանել, ազատությունից զրկել եւ ճնշել։ Այսինքն Շպենգլերի օղակները, գիտեք, պատմության մեջ ամեն ինչ կրկնվում է։ Առաջին անգամ ողբերգության ձևով, երկրորդ անգամ արդեն, գիտեք, ողորմելի պատկերով, բայց հետո միշտ գալիս է իրականության պահը։ Այսինքն մեր երիտասարդությունն այն միակ բանն է, որ ինձ հույս է տալիս, ես իհարկե իրականում մի փոքր ամոթ եմ ապրում, որ մենք չկարողացանք մեր այդ ձեռքբերումները պահել եւ երիտասարդ սերնդին նորից դրեցինք այդ հավերժական պայքարի դաժան հորձանուտը, բայց ինչ արած, գուցե կյանքը հենց այդպիսին է, պայքար է, եթե չես ուզում անհետանալ, ապա պետք է պայքարես։ Եթե չես ուզում վերանալ, ապա պետք է պատմություն սովորես։ Կարդաս Փավստոս Բուզանդ, Մովսես Խորենացի, Եղիշե, ու դա բավական է։ Մեզ դրանից զրկել հաստատապես չեն կարող։ Տիկին Դիլբարյան, անդրադառնանք նաև անցած շաբաթ տեղի ունեցած եւս մեկ աղմկահարույց կալանավորման դեպքին, խոսքը Արեգնազ Մանուկյանին է վերաբերվում, այն նրան առաջադրված մեղադրանքը բավականին ծանր էր։ Հարցս հետեւյալն է, արդյոք նմանատիպ դեպքերը չեն ձևավորում վախի մթնոլորտ Հայաստանի Հանրապետությունում, որ վաղը կարող է ցանկացած քաղաքացու վրա եւս նմանատիպ մեղադրանք ուրեմն դրոշմվել։ Լիովին համաձայն եմ, այս ամբողջ ձերբակալությունների, ընդ որում գիտեք, մենք արդեն քանի տարի է այդպիսի հարձակումների ներքո ենք, սկսվում է, չգիտեմ, փողերի լվացում, եթե ընդդիմադիրը այսպես ունի որոշակի նյութական կարողություն կամ գործարար է, փողերի լվացում, հարկերից խուսափում եւ խարդախություն եւ այլն, եթե նրա ունեցած ընդամենը մի տուն ու բնակարան երևի մի մեքենա է, ապա գնում է պետական գաղտնիքի չգիտեմ, հրապարակման դրդում, շատեր անգամ որոնք ոչ մի առնչություն էլ չունեն պետական գաղտնիքի հետ, այդ դեպքում նրանց մեղսագրվում է դրդել մեկին պետական գաղտնիքի հրապարակման, չգիտեմ, պետական դավաճանություն եւ նմանատիպ իրողություններ, որոնք ակնհայտություն են տալիս, որ այդ գործերը իրականում քաղաքական բնույթի են։ Արեգնազ Մանուկյանի հետ կապված, այսինքն ես անկեղծ ցավ եմ ապրում, որովհետեւ նրա հայրը իմ գրաբարի դասախոսն է եղել։ Ընկեր Մանուկյանը
նրա հիշատակը վառ, ես համոզված եմ, որ Արեգնազ Մանուկյանը դուրս կգա այս ծանրագույն փորձությունից էլ եւ ընդհանրապես անգամ ծիծաղելի է մտածել, թե ինչ է հնչել այդ 44-օրյա պատերազմի զեկույցի ժամանակ եւ ինչ պետք է, չգիտեմ, Արեգնազ Մանուկյանը փորձեր պատմել։ Մենք բոլորս գիտենք, որ ինչ հնչել է, բոլորը դրա մասին խոսել են եւ ինչ պետք է դրանից ավելին իմանային ռուսները, ցավոք սրտի բուն, գիտեք, հենց 44-օրյա պատերազմի ժամանակ երբ հանդիպեցինք Նիկոլ Փաշինյանին, ես այն ժամանակ Ժառանգությունում էի եւ որպես կուսակցության ղեկավար կազմ հանդիպում էի Նիկոլ Փաշինյանի հետ, ես եմ նրան ազգային անվտանգության կան այդ ամբողջ ձայնագրությունները վերաբերյալ հարցեր տվել, թե նրանք ինչպես են աշխատում, ունակ Հադրութում հիմա ինչ իրավիճակ է, Շուշին դեռևս այսպես հանձնված չէր եւ Նիկոլ Փաշինյանը ինչ պատասխանեց, որ մոռացեք, մենք չունենք ազգային անվտանգություն, նրանք թերթերից մամուլից են ինչ որ բաներ վերցնում գրանցում տալիս, այսինքն պետք է արձանագրել, որ ինքն էլ էր հասկանում եւ 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ մենք այնքան բաց էինք օտարերկրահետախուզական ծառայությունների համար, որ մեր հոպը երրորդ օրը դուրս եկավ, այսպես հիմնական թիրախները ընտրված էին, ել չեմ ասում այն ամբողջ սարսափը, որ հիշում եք, ինչ որ Գետաշենի ազատագրության մասին կեղծ ձայնագրություններ էին տարածում, ես ինքս ասում էին Շուշին հանձնված չի, այո, շարունակում են մարտերը, մարտերը հաջողությամբ թիրախներ են խոցված, Իսկանդերը, բայց հետո պարզվեց 10%-ով կրակեց, այսինքն մենք այնպիսի հարձակումների պրոքսի էլ այսպես հարձակումների մեջ էինք, ուղղակի պատերազմը պրոքսի պատերազմի մեջ էր եւ հիբրիդային էին այդ հարձակումները, դրանից հետո մեղադրել, որ Արեգնազ Մանուկյանը կամ Մայր Հայաստան կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը ինչ որ պետական գաղտնիք են հայտնել, դա կներեք լուրջ չէ, դա նշանակում է մարդու իրավունքների եւ ընդդիմադիր խոսքի ակնհայտ միտումնավոր ճնշում եւ մենք ես կարծում հանրային խոսքում պետք է մեր աջակցությունը հայտնենք եւ պահանջենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից հարգել Հայաստանի Հանրապետության սահմանադրություն մայր օրենքը եւ դրանից բխող մնացած բոլոր օրենքները, միջազգային համաձայնագրերը, Հելսինկյան համաձայնագիրը, մարդու իրավունքների, ի վերջո գիտեք, դեպի Եվրոպա գնալը դա շատ կարևոր գործընթաց է, բայց Եվրոպան, գիտեք, դա մուտքի ազատ արտոնագիրը չէ, այն որ դու գնաս այնտեղ ինչ որ բաներ, ինչպես ասացինք, այդ կենթանական ուրախություն ապրես, չգիտեմ, զուտ քո անձի մարմնական բավարարման համար։ Եվրոպան դա ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, գաղափարաբանության վրա հիմնված քաղաքական հասկացություն է։ Բայց արդյոք սա ժողովրդավարության մասին է խոսում։ Ոչինչ, որ հիմա եվրոպական շատ չինովնիկներ իրենք էլ կապ չունեն այդ ծերուքին, բարի Եվրոպայի հետ։ Գա ժամանակ ամեն ինչ կուղվի, ես ինքս իմ ամբողջ կյանքում լինելով այսպես եվրոպական եւ մարդու իրավունքների արևմտյան այդ արժեքների ջատագով շատ դաժան հարվածներ ստացա, երբ պարզեցի, որ փաստորեն ժողովրդավարությունից տարբերվում է եւ քաղաքական շահը շատ ավելի բարձր է, քան մարդու իրավունքը, բայց միևնույն է ինձ համար այո, արևմտյան ժողովրդավարության այդ գլխավոր սկզբունքը, որ ես պատրաստ եմ իմ կյանքը տալ հանուն այն բանի, որ իմ գաղափարական հակառակորդը կարողանա իր մտքերը ազատ արտահայտել, ինձ համար մնում է սրբազան։ Եվ մենք պետք է պայքարենք այդ քաղբանտարկյալների ազատության համար, պայքարենք ամենակարևորը, գիտեք, կալանքը պատժի միջոց դարձնելու դեմ, որովհետև կալանքը որպես խափանման միջոց ինքը պատժամիջոց չէ, նա իրավական, այսպես քրեաիրավական այնպիսի գործիք է, որը պետք է պաշտպանի այսպես արդարության վերականգնումը, որ ազատության մեջ գտնվողը հանկարծ չչարաշահի այդ արդարության հասնելու ճանապարհը։ Իսկ հիմա կալանքը դարձրել են ուղակի պատժամիջոց, մարդկանց ահաբեկելու։ Անկամ ինչ որ տխուր կատակներ են, չէ՞ անում, որ այլ մարդ չի մնացել, որ ասում են, ինչ, չգիտեմ, պայքարող մարդ ես, եթե դու, չգիտեմ, ազատազրկված չես եղել, եթե քեզ վրա ինչ որ գործեր չկան, բայց մենք պետք է պայքարենք դրա դեմ։ Դատական իշխանությունը չի կարող լինել գործադիր իշխանության կցորդը, ոչ մի ժողովրդավարական պետության մեջ։
Շնորհակալ եմ շատ Տիկին Դիլբարյան զրույցի համար։ Իսկ ես հիշեցնեմ, որ զրուցում էի Հայագետ բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանի հետ։ Շնորհակալություն մեզ հետևելու համար։